Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Լրացավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցը։ 2016-ի քառօրյա պատերազմը, որի պասիվ փուլը տևեց գրեթե 1 ամիս, նախերգանքն էր 2020 թվականի Արցախյան մեծ պատերազմի։ Այդ պատերազմին Ադրբեջանը պատրաստվում էր դեռևս 2000-ականների սկզբից։ Ադրբեջանը զինվում էր գերժամանակակից զենքերով, զինվում էր Հայաստանի բարեկամի ձեռքով, իսկ Հայաստանում այդ ընթացքում մարդկանց կերակրում էին ընդամենը Կիլդիմ մուլտֆիլմերով։ Ադրբեջանը հարստացնում էր իր զինանոցը, իսկ Հայաստանի նախկին նախագահները հաստատում էին իրենց դրամապանակը։ Այս հակասական իրավիճակի արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ Ադրբեջանական զենքը սկսեց հուժկու կրակել 2016 թվականի ապրիլին։ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները առ այսօր անպագորգոր պատմություններ են պատմում այդ պատերազմի մասին, թաքցնելով իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ քառօրյան չավարտվեց 16 թվականի ապրիլի 5-ին, այլ ընդամենը հետաձգվեց, որպեսզի ավելի հուժկու ձևով 4 տարի անց թափվի Արցախի եւ Հայաստանի վրա։ 2016 թվականի ապրիլի պատերազմը 4 օր անց կանգնեցվեց, սակայն ոչ այն ժամանակ եւ ոչ էլ դրանից հետո հայ հանրությանը ոչ ոք չպարզաբանեց, թե ինչու եւ ինչ պայմաններով կանգնեցվեց ադրբեջանական ագրեսիան։ Ճակատագրի հեգնանք է թե զուգատիպություն, բայց քառօրյա պատերազմի հերթական տարելիցի նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Ըստ մեղադրանքի Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստանին 4.3 միլիարդ դրամի անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ Ինչով է այս տեղեկությունը ուշագրավ, փաստացի հայ ազգի պանծալի գեներալները անպիտան զենքի գործարկը կատարել են 2016 թվականին, քառօրյա պատերազմից կամ առաջ կամ գուցե դրանից հետո։ Իսկ մենք դեռ հիշում ենք, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը քառօրյայի հենց առաջին օրը Բեռլինում հայտարարում, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքով։ Թվում էր, թե այս հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանը եւ յուրային գեներալները պետք է ավելի զգոն լինեին, պետք է ավելի սրտացավ լինեին բանակի եւ երկրի հանդեպ, սակայն հակառակը նրանք շարունակել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փողերը տալ ոխերին բարեկամին եւ փոխարենը ստանալ անպիտան ռազմական տեխնիկա։ Սերժ Սարգսյանն ու իր գեներալները շարունակում են խոսել ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթանակների մասին, հիմնականում այդ հաղթանակների դափնիները վերագրելով իրենց, սակայն իրականում քառօրյա պատերազմում հաղթեցին շարքային զինվորները եւ սպաները, իսկ քառօրյան ընդհանուր առմամբ տվյալ օրվա իշխանության պարտությունն էր։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։